Շուշի Բարդին առաջին անգամ է տեսնում առաձյուն և ձյունազարդ ծառեր, նա ծնվել է պատերազմից բզկտված Հալեպում։ Երևան է տեղափոխվել 4 ամիս առաջ, երբ պարգև քահանա Պալ-Գեորգյանը ընտանիքով հաստատվեց Հայաստանում։ Այսօր Շուշի Բարդին տոնում է իր կյանքի և առհասարակ սիրիահայության վերջին 5 տարվա ամենաուրախ ու գեղեցիկ ամանորը։ Հալեպը ազատագրվեցավ վստահ ենք շնորհիվ բոլորին աղոթներուն, հավատացյալներու աղոթներուն, որ Աստված իր հարմար ժամանակին պատասխանեց այդ աղոթներուն եւ նոր դարվա սեմին Գարձեք Հալեպի համար ամենամեծ լուրն էր, ավետիսն էր, որ փոխանցվեցավ Քրիստոսի ծնունդը, որ ավետիս է մեզի համար, բոլորիս համար, որ Քրիստոս աշխարհ եկավ, ծնավ, բարի լուրը ավետիսը փոխանցվեցավ։ Հալեպի ազատագրման լուրն ալ բոլորիս համար ավետիսն էր։ Գաղութենք, որ Աստված իր Հովանին ամբագասն է Սուրյո վրային, մանավանդ Հալեպ քաղաքին վրային։ Տեր Պարգևի Սիրիայում մնացած բարեկամներն այս օրերին պատմում են Հալեպի Նոր Գյուղ կոչվող հայկական թաղամասի լուսավորվող փողոցների, վերականգնվող թաղամասերի ու դպրոցների, զարդարվող կաղանդի ծառերի մասին։ Տանտիկիններն իրենց ձեռքով կպատրաստեն ու սեղանին կդնեն ավանդական կունաֆիեն և ղուրաբիան։ Արդեն սկսած են նորեն ծաղկեցնել այդ շրջանը, մակրությունն էլ մեր հայ դղակը, որոնք արդեն գբաշխանեին այդ թաղերը, գշարունակեն իրենց գործունեությունը, իրենց գամավոր աշխատանքը, իսկ ուրիշ այլ գամավոր դղակ նաև սկսած են այնտեղ դպրոցներ ունի։ Մենք Ասկային Կարեն Եփե Ջեմարանը, Ասկային Սահակյան վարժարան, Ասկային Զավարյան վարժարան արդեն սկսած են մակրության եւ վերանորոգության աշխատանքի։ Ասի ուզես։ Տեր Պարգևը կարծում է Կանադա, Լիբանան եւ այլ երկրներ տեղափոխված սիրիահայերից շատերը կվերադառնան Հալեպ։ Քահանան ընտանիքով մնալու է այստեղ եւ ծառայելու Արարատյան հայրապետական թեմի Մրգաստան համայնքում։ Առաջին պատարագը Մրգաստանում մատուցել է անցյալ կիրակին։ Այնտեղի հավատացյալները, որ ներկա էին, շատ հարազատ էին, բոլորը ուրախությամբ դիմավորեցին, մանավանդ գիտնալով, որ Սուրիայի պատերազմեն եւ Հալեպ քաղաքի մանավանդ եկած քահանամն է։ Տեր Պարգևը առաջին անգամ Հայաստանում եղել է 2010 թվականին ուսուցիչների վերապատրաստման ծրագրով։ Հայաստանը ճանաչելու համար սակայն այդ այցը բավարար չի եղել, պետք էր գալ, ապրել, մոտիկից շփվել, հասկանալու եւ սիրելու համար։ Այստեղ բազմաթիվ առիթներ են ունեցել զգալու ավելի վաղ հայրենիք տեղափոխված ընկերների, մտերիմ ու հարազատ մարդկանց աջակցությունն ու օգնությունը։ Անահիտ Դարփինյան, Վռամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։